նախագահ Թրամփը ներում է տալիս, ամեն օր մեկին ներում է տալիս նախագահը։ Սրանք այն մարդիկ են, որ կամ բանդում են, կամ պիտի տանեն իրենց ազատազրկեն, բանդ տանեն այս մարդկանցը ներում է տալիս։ Այս մարդիկ մեծահարուստ մարդիկ են, գումար են նվիրում, մեկը գումար է հավաքում, այսպես վիճակ է, ինչ որ իր ներումների հետևանքը եղել է այս, որ ոմանք հիմա բողոքում են, որ սա Սպիտակ տունը դարձել է գումար հավաքելու կենտրոն, որը պետք է իր կամպեյնին օգնի, կամ իրեն պետք է օգնի, Թրամփին պետք է օգնի այդ գումարները, ինչ որ հավաքվում է։ Ես հիմա ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել նախագահ Թրամփը, որ վերջին ժամանակ ասում է big beautiful bill, ներկայացնի տան մեջ մեկ անցկացրին, որ ինչքան պիտի որ ոլորտում ծախսեն։ Այս ինչ որ պիտի ծախսեն, այս երկրի պարտքը, որ հիմա 36 տրիլիոն պարտք ունի այս կառավարությունը, 3.8 տրիլիոնով կավելանա։ Անգամ Իլան Մասկ, որ իր հետ համագործակցում էր Թրամփի ընտրության ժամանակ, հարյուրավոր միլիոնավոր դոլար Թրամփը ծախսեց, որ այսինքն Իլան Մասկը ծախսեց, որ Թրամփը ընտրվի։ Դրա համար միշտ իր հետ է եղել մինչև այս վերջին ժամանակ Իլան Մասկը, եւ հիմա Իլան Մասկին այսպես հանձնարարել էր Թրամփը, որ գնա տարբեր նախարարություններ եւ կրճատումներ կատարի։ Այդ կրճատումները մասամբ նաեւ կարող է ազդի այսպես ինչ որ Medicare եւ Medicaid եւ այդ ձև եւ նախարարությունները աշխատանքից հաներ են, հազարավոր մարդ աշխատանքից հանել են, հիմա նաև ինքը բողոքում ասում են 1.5 տրիլիոն կրճատում են կատարել, բայց ուզում եք 3.8 տրիլիոն ավելացնեք պարտքի վրա, ահա նա նաև բողոքում է այս հարցին, ինչ որ այստեղ տեսնում եք Իլան Մասկն է, որ այն ժամանակ այդ սղոցով ասում էր մենք կարողացել ենք 1 տրիլիոն կրճատումներ անենք, այսպես արտահայտվել էր Թրամփի ամենօրյա իր հետ էր, միշտ իրեն հետ էր, հիմա իրեն հեռուստաալիքի վրա խոսում են, ինքը նաև ասում է անհավատալի է, նախագահ ասում է one big beautiful bill, այսինքն իրեն տան բանաձև իրեն ներկայացնեն, նախ որ 2017 թվին նախագահ Թրամփը թաքսերը իջեցրել էր, բայց եկել էր հիմա այդ ժամանակ ավարտի էր գալիս այդ կրճատումը, հիմա նորից այդ նոր բանաձևի մեջ ասում է, որ նորից այդ ինչ որ կրճատումներ, թաքսերը մարդիկ հարկեր ավել քիչ վճարեն, նորից ուզում են այդ բանաձևը անցկացնեն, եւ նաեւ ասել է, որ նրանք, որ պատկերացրեք ռեստորանում տաքսի են վարում, նվեր եք տալիս, թիփ եք տալիս այդ աշխատողին, տաքս չվճարեն դրա վրա, այսինքն անձը նախապես պետք է ասեր, ես օրինակ $100 նվեր եմ ստացել, դա ավելացներ իր աշխատավարձին, ուրեմն ցանկություն չկա եւ նաեւ overtime, առավել ժամեր ինչ որ աշխատում են, դրա վրա նաեւ հարկ չվճարեն։ Երբ որ այդպես է, այսինքն կառավարություն ավելի քիչ եկամուտ կունենա։ Եվ նաեւ 50 բիլիոնի չափ նախագահ Թրամփի ցանկությունն է, որ այդ 50 բիլիոնը սահմանի վրա ծախսեն, որպեսզի ամրապնդեն սահմանը, անօրինականներ չկան այս երկիրը, այսպես Իլան Մասկն է, որ մտահոգություն է հայտնում այդ վերումով։ Նաև նախագահ Թրամփը այսօր խոսում էր տարբեր ուրիշ հարցերի մասին։ Մեկը տեսնում եք այստեղ, ներում է տալիս ոճրագործներ, որ կամ բանդում են մեծահարուստներ, օրինակ այս ամուսինները 36 բիլիոն գումար է, ինչ որ իրենց ընկերության TV ծրագիր ունեին, այսպես տեսնում եք Քրիզլի
knows best, տեսնում եք այս USA Network-ի վրա, տելևիզիոնի վրա էր, սրանք տասնյակ միլիոն դոլար կողոպտեն էին, երկուսին բանդ էին նշանակել 2022 թվից, այս աճում, ամուսիններից աճում 12 տարի, իսկ կնոջը 7 տարի, այսպես Քրիսլի անունով, այդպես էր, որ նախագահ հիմա լրիվ ներում է տվել, ուրեմն բանդից ազատեն են։ Մեկ ուրիշ ծախում տեսնում եք մի երիտասարդ աղջկա եք տեսնում այստեղ, որ իրենց դուստրն է իհարկե կարողացել էր Թրամփին այսպես ծանոթանալ եւ նաեւ իր մեծահարուստն են եղել սրանք այդ ժամանակ տեսնում եք Թրամփի ընտրության ժամանակ մասնակից էր եւ ասացի իրենց ծնողները 2 տարի բանդն էին ինքը հիմա շատ ուրախ է Թրամփի տեսնում եք իրեն Թրամփի միջոցով ուրեմն ներում են ստացել իր ծնողները որ երկար տարի պետք է մնային բանդում այստեղ տեսնում եք մեկ ուրիշ նաև անձնավորություն տարօրինակ Միշիգանի սա դեմոկրատ ծախում Միշիգանի նահանգապետն է Գրեչեն Ուիթմոր անունով որ այս նահանգապետին որոշ անձիկ որ երկուսը ծախում տեսնում եք ուզեցեն էին գողանային իրան որովհետև պարկացած էին որ դեմոկրատ է եւ օրենքներ է բերել որ այս մարդիկ համաձայն չեն ամենայն դեպս ծրագրված էր իրեն գողանային մի քանի հոգին ամենայն դեպս երկուսը տեսնում եք այստեղ իրենց բանդ էին նշանակել այսինքն ազատազրկել են եւ հիմա նախագահը ասում է որ ինձ թվում է ես պետք է նայեմ որովհետեւ իրեն մեղավոր չեն այսպես որ ուզեցեն են, որտեղ պարկացած են եղել այս դեմոկրատ կնոջ վրա, երևի մեղավոր չեն ասել է, սա 5 տարի առաջ էր պատահել, ասում եմ, հիմա նայում եմ, որ տեսնեմ սրանց նաև ներում տամ, թե ոչ, ահա ասում է նախագահ Թրամփը այս մասին։ Մեկ ուրիշ անցնենք առաջ, այստեղ տեսնում եք մեկ ուրիշ անձնավորությունների եք տեսնում, ծախում մեկ կին է, աճում իր զավակն է։ Այս ընտանիքը ունեցել են բիզնես ունեին, խոշոր բիզնես ունեին եւ այդ բնակարաններ, որ տարեցներին home health-ի նման կամ մեծ կենտրոններ, որ տարեցների կենտրոններում, որ մնում են այդտեղ, տարեցները մնում են այդտեղ եւ այս իրենց տղան աճում, այդ կնոջ տղան աճում տեսնում եք բավական գումարներ, միլիոնավոր դոլարներ, այսինքն վերցնում է։ Իրեն տատի են տալիս, անցյալ տարի տատի էին տվել եւ շուտով պետք է բանդ ներկայանար, բանդ գնար եւ իր մայրը կազմակերպում է Թրամփի համար, մեծ հարուստ են, կազմակերպում է Թրամփի համար, հրավիրում է մարդկանց, որ ով կա այդ հավաքին մասնակցի, Թրամփին պետք է $1 միլիոն գումար հատկացնի, որ այդ $1 միլիոն ընտրության կամ այդ հարցերով Թրամփը կարողանա ծախսի գումարները Եվ այսպես այդ միլիոնավոր դոլարները, որ հավաքում է, դիմում է Թրամփին, եւ Թրամփը մի քանի օր առաջ նախքան տղային ազատազրկեն կողոպտելու մարդկանց գումարները յուրացնելու համար, ուրեմն նախքան տանեն իրեն ազատազրկեն, այսպես կարողանում է Թրամփը ստորագրում է, որ այս անմեղը նախագահների Եթե ֆեդրալ դատավարություն է, մեղադրանքը ֆեդրալ է, նախագահ կարող է որևէ մարդու ներում տա, անգամ նրան, որ մարդ են սպանել, չի տարբերում, նախագահի այդ աշխատանքում հնարավորություն ունի։ Եվ հիմա ասացի, ոմանք բողոքում են, որ ինչ հարուստը կա, գալիս է գումար է տալիս,
անկախ դրանից ինչքան է մարդկանցից կողոպտել, ինչ կողություններ արել, ինչ օրենք է խախտել, մեկ օրինակը հետո նախագահը իրենց ներում է տալիս։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից հեղեղ է տեղի ունենում, դրան անդրադառնամ, ուզում եմ հիշեցնել մեկ office building, գրասենյակ, աշխատանքային գրասենյակ, Քոլորադո փողոցի վրա, Չևիչեսի հատման կետին շատ մոտ է այս գրասենյակները, երկրորդ հարկ նորակառույց շենքի, երկրորդ հարկը նորակառույց է, կարող է գեղեցիկ office ունենալ, վարձու է տրվում։ Բարձր առաստաղ ունի այս տանիքը, շատ բարձր է, այս սովորական office-ի նման չի, կարող եք գնալ տեսնել դռները, որակավոր փայտե դռներ, գեղեցիկ պատուհան, բոլորը այս երկրորդ հարկում այս շենքի, եթե ուզում եք վարձել, զանգարեք այս հեռախոսահամարին։ Ծրագիրը նաև հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Եթե տեղեր են ձեզ նշանակել, ցանկություն ունեք, բերեն ձեր տանը հասցնեն, զանգարեք այս հեռախոսահամարին, որ շատ հեշտ է 818 6 000 777 իրենք ձեր տեղերը կբերեն։ Ուրիշ տեղատունից եք տեղ վերցնում, կոհ չեք, զանգահարեք ու տեղափոխեք ձեր տեղատոմսը իրենց մոտ եւ բոլոր նրանք, որ աշխատում են իրենց հետ, գոհ են իրենց սերվիսից, այդ աշխատանքը ինչ որ կատարում են, մատակարարում են, տեղերը բերում են ժամանակին եւ այլն, գոհ են, դուք էլ զանգարեք այստեղ։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping հեռախոսահամարը տեսնում եք, նախ որ $100 ղրգեք Հայաստան, $1 եք վճարում։ Ուրիշ կենտրոնները ինչ որ գումար են փոխանցում, բոլորը բողոքում են իրենց, որ $1 իրենք պետք է 3.5-ից $5, $100-ին վերցնում են, որ ձեր գումարը տեղափոխեն։ Ընդամենը $1 եք վճարում։ $500 ղրգեք, $5 եք վճարում։ Երբևիցե այսպես կին մեր շրջապատում չի եղել։ Նաև ծանրոց ունեք ղրգելու, այդ ծանրոցը եթե դուք օդանավով ուղարկեք, մոտարապես այդքան է ծախսը, ինչ որ պետք է նավով ղրգել։ Նավով 2.5 ամիս, 3 ամիս է տևում, օդանավով մի քանի օր հետո ձեր ազգականը կստանա։ Զանգահարեք, եթե ծանրոց ունեք, գումար պիտի փոխանցեք։ Երկու կենտրոն ունի Երևան Shipping-ը, Լանկեշին փողոց եւ Փալմեր փողոցի վրա։ Ծրագիրը նաև հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Ամեն օր ճաշ ընթրիք է մատուցում Քարավան ռեստորանը, հեռախոսահամարն է, գտնում 1108 West Glenox փողոց, Glenox փողոցի վրա է, բայց Grand View փողոցի հատման կետին շատ մոտիկ է այս Քարավան ռեստորանը։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե ավտովթար եք ունեցել, զանգահարեք այստեղ այս հեռախոսահամարին, կամ վնասվածքներ եք ունեցել, չի տարբերում ինչ տեսակ է, վայր եք ընկել, մեկ office-ում, մեծ շենք եք գնացել, փողոցում է, պետք է, եթե դուք վնաս եք ստացել ուրիշը մեղավոր է այդ հարցում, ձեզ պետք է հատուցում տան զանգահարեք։ Իսկ նաև, եթե դուք մի բնակարանում եք ապրում, որ տան մեջ միջատ կա, պահարանը բացում եք, միջատները բարձրանում իջնում են, մրջում կա, մուկ կա, զանգահարեք այստեղ։ Եթե դուք վարձակալ եք, վարձեք ապարտման, զանգահարեք, եթե այդպես վիճակ, դուք ոչինչ չեք վճարում, մինչև հատուցումը ստանա։ Եթե ստանա հատուցումը, հետո իրեն կվճարեք, կվերադառնա։ Հեղեղը տեղի ունենում Թեքսաս նահանգում։ Պատկերացրեք 2 ինչ 5 սանտիմետր անձրև, եթե կա 2 ժամվա ընթացքին, եւ այս գիշեր նաեւ առավել պետք է անձրև տեղի ունենա։ Սա Սան Անտոնիո, Թեքսասում եք տեսնում, տեսեք ինչ է, ինչքան արագորեն մարդկանց պետք է հրշեջները եկեն են ջրի մեջից իրենց փրկելու համար այստեղ
տեսնում եք տարօրինակ է միտեղ լրիվ ջրի կարոտն ունի այս երկրում ինչպես մեր շրջաններում իսկ ուրիշ տեղ հեղեղ է տեղի ունենում ես ուզում եմ շարունակել խոսել Գազայի մասին եթե Իսրայելը հիմա Ամերիկայի հետ մինչև նախագահ Բայդենի ժամանակ այսպես չէր ընդունում որոշեն են որ իրենք ուտելիքը բաժանեն գիտեք Իսրայելը փակեն էր Գազան շրջապատեն էր 3 ամիս է որ ուտելիք չի թողնում ասնի սովետի տիրում այնտեղ հազարավոր երեխա մահվան արժև կանգնած են այնտեղ իսկ Իսրայելը դեռ ռմբակոծում է 93% ինչ որ շենքեր կա բոլորը ռմբակոծելն է անբնակելի է դարձրել եւ հաճախ ասում են բարձրացեք վեր Գազայի հյուսիս հետո ասում են իջեք ցած իսկ այս անգամ այս որ սահմանը փակեն էին Իսրայելը ասել է չենք ուզում որ ՄԱԿ-ը այդ թրակներով Եգիպտոսում պատրաստ են մտնեն ուտելիք հասցնեն ջուր ուտելիք հասցնեն որտեղ ջուր դրսից պիտի բերեն այնտեղ ջուր չկա թեև Գազան օվկիանոսի ափին է բայց ոչ մի տարիների ընթացքին Իսրայելը թույլ չի տվել որ իրանք կարողանան օվկիանոսից որևէ բան ունենալ կամ օգտվել այդ օվկիանոսից եւ որևէ բան օվկիանոսից իրենց համար չի գալիս հիմա դեռ շարունակում է ամեն օր վերջին 3 օրում մի օր 100 հոգու ռմբակոծում սպանում 80 հոգի 60 հոգի ամեն օր ռմբակոծում սպանում է եւ տարօրինակ նախագահ Թրամփ օրինակ Ուկրաինայի մասին Ռուսաստանը 3 օր առաջ ռմբակոծել էր 12 հոգի մահացել էին նախագահ Թրամփը պարկանում է ասում է որ սա մարդասպանություն է պարկացած էր Պուտինի վրա ասում է շուտով 15 օր միջամա 3-րդ անգամ ասում է 15 օր ժամանակ եմ տալիս որ այս պատերազմը զինադադար այսինքն լինի այնտեղ 12 հոգի մահացել են ամեն մարդու մահը մեծ ցավ է բայց եւ այսպես ուշադրություն է դարձնում բայց այստեղ հարյուրավոր մարդ մահանում է մասին չեն խոսում եւ հիմա Ամերիկան Իսրայելի հետ այդ ուտելիքը իրենք են բաժանում եւ բաժանում են հարավային մասում 3 ամիս ուտելիք չունեն հարավային մասում բաժանում են որ բոլորը իջնեն այդ հարավային մասը եւ ուզում եմ ցույց տալ տեսնեք ինչ է տեղի ունենում նախ տեսնում եք Իսրայելի թանքերն են որ ռմբակոծում են եւ Նաթանյահուն իրենց օրենսդիր մարմնի պալատում սա պալատում էր որ ինչ որ խոսում էր ում որ տեսնում եք աչում Մոհամմադ Սինվարն է որ իր եղբոր մահից հետո Յահյա Սինվարը այն անձնավորությունն էր պաղեստինցի ղեկավարներից որ ծրագրերն էր հոկտեմբերի 7-ին 2023 կարողանում են այսպես այդ ցանցը ինչ որ գոյություն ունի Իսրայել եւ Գազայի միջև այդտեղից մտնեն ներս եւ մոտարապես 500 գերի տանեն որոնցից 250 ունեին հետո պարբերաբար ազատեցին գերիներին դեռ 50 հոգի գերի մնում է իր եղբոր սպանում են երբ դուրս է գալիս իհարկե Իսրայելը ռմբակոծում սպանում է իրեն բայց չգիտեին որ Յահյա Սինվարը որ քիչ հետո պիտի ցույց տանք ցույց նա է ղեկավարը այս բոլոր աշխատանքի իր եղբոր մահից հետո այս երիտասարդը Մոհամմադ Սինվարը դառնում է Համասի ղեկավար է դառնում ում որ այստեղ տեսնում եք որ Իսրայելը իրեն էլ նաև սպանել է հիմա իսկ տեսնում եք ավելի երիտասարդ եղբայրն է իր մեծ եղբայրը տեսնում եք այստեղ աթոռին եթե կարողանում եք տեսնել ռմբակոծեն են այս գնում է այս փլատակների մեջ բայց անդրադառնում են այնտեղ վերջում եթե տեսնում եք Յահյա Սինվարն է ձեռքը աթոռի վրա է եթե կարողանում եք տեսնել սպանել էին
ամենայն դեպս պատերազմը սկսեց հոկտեմբեր 7 2023, երբ որ այդ բացեն են։ Հիմա այսպես տեսնում եք ուտելիքն է, որ իրար ձեռքից կողոպտում են այս ծանրոցները, իհարկե շատ չի ուտելիքը, երկնքից թափում են գետին եւ այստեղ վերցնում են։ Նաեւ մի պահեստում, որ ուտելիք էր, մտեն են սովից մտնեններ։ Նախագահ Թրամփը այս մասին նաև խոսեց եւ այստեղ տեսնում եք այստեղ պաղեստինցիք են ամենայն դեպս Իրանի մասին նաև ասում էր նախագահը այսօր, որ Իրանի հետ համաձայնության են գալիս, թեև Պարսկաստանում, Իրանում ղեկավարը Խամենեին, Իրանի ղեկավարը ասում էր, որ հույս չունի այս բանակցություն Ամերիկայի հետ, նախագահը շատ վճռական արտահայտություն է անում, որ համաձայնության են գալիս, բայց եթե համաձայնության չկան, Իսրայելին ասեն են, որ ինքը նախագահն է ասում, որ առայժմ Իրանը, այսինքն երկիրը չռմբակոծի, որտեղ Իսրայելը որոշել է գնալ եւ այդ ատոմակայանները, ինչ որ Իրանն ունի, գնա այնտեղ եւ ռմբակոծի Իսրայելի նպատակն է, կամ այսպես են ասում, որպեսզի այդ բանակցությունը, որ Ամերիկայի հետ ունի, կարողանա իմ ավարտության բերեն, հիմա հայտնի չի, հետո կիմանանք որն է նպատակը, բայց նախագահը շատ լավատես է, որ կկարողանա Իրանի հետ համաձայնության գալ, ատոմակայանները կանգնեցնել, իհարկե Իրանը ցանկություն ունի, որ մինչև 3.69% կարողանան հարստացնեն ուրանիումը, որ էլեկտրականության համար օգտագործեն։ Իսկ նախագահ Թրամփի այն անձը Վիտկոֆ, որը բանակցում է, անցյալում ասել են, որ լրիվ պետք է Իրանը որևէ ատոմակայան, որևէ անգամ փոքրիկ, այսպես հարստացնել ուրանիումը էլեկտրականության համարել իրենք դեմ են, այսպես ասել ներկայացուցիչը նախագահի, երբեմն այսպես արտահայտվում են, մեկը ավել մի ձև ասում է այսպես, մյուսը շատ ծայրահեղության են գնում, որպեսզի կարողանան միջին եզրը գտնեն, երկուսը համաձայնվեն, դա ապագայում կանրադառնանք ինչ է կատարվում։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից մեկ police chief, որը թե ոճրագործ է, թե բռնապարում է, թե մարդ է սպանում, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Քամրան Յադիդի փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Եթե որևէ accident ունեք, ավտովթար ունեք, Կալիֆոռնիայի որևէ տարածքում կարող եք զանգարեք, այս հեշտ համար է, ձեզ մոտ նշանակեք 818 999 999, եթե ավտովթար եք ունեցել եւ ինքը ասում է, որ մինչ հիմա կարողացել է $1 բիլիոն իր կլայենտների համար վերցնի։ Դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյանն են հովանավորում ծրագիրը, ատամների հետ որևէ հարց ունեք, լինդի հետ խնդրեմ ունեք, զանգարեք այս հեռախոսահամարին։ Գրասենյակը այս ատամնաբույժների գտնվում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում։ Եթե պրոթեզ պիտի տեղադրեք, ուրիշ հարցեր լինդի հետ, ատամի հետ զանգարեք։ Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը 3 սրահներ ունեն, 300 տարողությամբ, 150 եւ 120 տարողությամբ։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում կամ ընթրիք են առաջարկում 5 հոգու համար, 10 հոգու համար ռեկլամի մեջ մանրամասը կտեսնեք։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող surgeon է, բժիշկ է։ Աչքի հետ որևէ հարցեր ունեք, ցավ ունեք, ջուր է հոսում եւ այլն, զանգարեք այս հեռախոսահամարին։ Իրեն գրասենյակը տեղափոխվել է 3 ամիս է մոտարապես 240 South Jackson փողոցի վրա է գտնվում։ Ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն է հովանավորում։ Նախ որ ինչ որ կնեք, եթե մինչև $30 առևտուր անեք, 10% զեղչ են տալի։ Իսկ ձեզ նաեւ
այսինքն իրենք ընդունում են, եթե EBT card ունեք, կարող եք այս նպարատուն եւ liquor խանութում օգտվեք ձեր EBT card-ը։ Hollywood Piano-ն է ովանավորում ծրագիրը, դաշնամուր գնելիս, վարձելիս, միայն գնացեք Hollywood Piano, որտեղ ամենախոշոր դաշնամուրի խանութն է Ամերիկայում։ Եվ 1928 թվականից Hollywood Piano-ն աշխատում է։ Ավել փորձառություն ոչ ոք չի կարող ունենա մի խանութի հետ, որ 1928 թվականից միայն դաշնամուր է վաճառում եւ վարձու է տալիս կվերադառնա։ Arkansas նահանգի մի փոքրիկ քաղաքում, ում որ տեսնում եք ոստիկանապետն է եղել, police chief-ն է եղել այնտեղի, եւ հետո բանից դուրս է գալիս, որ ինքը 1997 թվականին մեկ կնոջը բռնաբարել է, հետո նրանից հետո 2017 թվականին մեկ ուրիշի սպանել է, ամենայն դեպս այս հարցերով իրեն ազատազրկել էին, բանդ էին նշանակել, բանդում էր, իսկ ինքը կարողանում է փախուստ տա, եթե ամեն ինչ գիտի։ Հետո այդ տարածքում որտեղ որ կա, տեսնում եք մեծ անտառ ծառեր կան, անտառներ կան, կարողացել երրորդ օրն է, որ դրոնով հարյուրավոր փոլիս ման է գալիս հետևից ու մինչ այս վարքյանին, որ ես ձեզ հետ խոսում եմ, դեռ իրեն չեն կարողացել ձերբակալեն։ 6 ֆուտ բոյ ունի, 1 մետր 80 սանտիմետր եւ 250 pound, պատկերացրեք 120 կիլո կարծրած կշիռն է իրենը եւ բոլորին ասել են որ վտանգավոր է։ Այնքան այսպես, որովհետեւ այս աշխատանքի մեջ է եղել տարիներ, գնում է, տեսնում է այնտեղ աշխատում են, գիտեք, բանդում միշտ մարդիկ են գալիս աշխատում են եւ այսպես կարողանում է հագուստ գտնի, որ այդ աշխատողների մարդիկ որ բանդում աշխատում են, հագուստը գտնի եւ հետո հագուստ հագնելով բանդից կարողանում է հանգիստ դուրս գա ու փախնի։ Այսինքն այս չի գնացել մի բան կտրի կամ պատից բարձրացել է կամ այսպես չի եղել։ Ինքը կարողացել է ծրագրի ու փախուստա։ Ես այստեղ ուզում եմ հիմա ձեզ ցույց տալ այս նախկին ոստիկանապետին, որ պոլիսը հիմա իրեն փնտրում է ամեն մեքենայի մեջը այդ շրջանի կանգնեցնում, նայում են, բագաժնիկը, սնդուկը բացում են։ Այսպես տեսնում եք այդտեղ, տեսնում եք Hardin անունն է, իրեն ներկայացնում է որպես correction officer, այն ոստիկանները, որ գալիս են խոսում են բանդարկյալների հետ ուրիշ աշխատանքների համար եւ նրանց հագուստը ձեռք է բերում եւ հագնելով կարողանում է փախուստ տա, ինչ որ այստեղ տեսնում եք դուռը բացում են, հանգիստ գնում են։ Բանդում այսպես էր, այս անձն է, որ ինքը սպանել է 2017 թվականին եւ ասացի մի ուրիշ կնոջ, այս կինն է, որ բռնաբարել էր 1997 թվականին։ Այսպես տեսնում եք այս նախկին ոստիկանապետին, որ այս պատկերացրեք այդ անտառների մեջ պետք է հիմա իրեն գտնեն։ Ես ուզում եմ խոսել նաև Space կամ Starship-ի մասին։ Իլան Մասկը այս վերջին ժամանակում այս տարվա ընթացքին իհարկե 9 անգամ փորձ է կատարել, որ ուզում է մեկ spaceship, այսպես տիեզերքը հրթիռ դեպի տիեզերք ուղարկի ուսումնասիրություն Մարս եւ Լուսինը երկուսի համար ցանկություն ունի մեծ ուսումնասիրություններ կատարի եւ ամեն անգամ հիմա այդ հրթիռը ինչ որ պատրաստում են, պատկերացրեք 121 մետր բարձրություն ունի, ներքևում բուստերն է, այն որ այդ տիեզերք այցելող օդանավի այդ մասը բարձրացնում է
երկու անգամ ղրկեցին բուստերը, որ պիտի այս օթանավը կամ տիեզերանավը բարձրացնի, հաջողությամբ բարձրացում է, հետո ինքը վերադառնում է, նստում է իր տեղը, որ քիչ հետո կտեսնեք իհարկե, իսկ այս անգամ այդ բուստերը նաև հրդեհվեց, պայթեց եւ ինքը այդ spacecraft-ը կամ տիեզերանավը գնաց, թվում էր, որ ամեն ինչ լավ է տեղի ունենում, կոնե ժամանակավոր, բայց նա նաև այդ մասը նաև պայթում է։ Հիմա բուստերը, որ ավել մեծ մասնիկն է, իրեն 231 ֆիտ բարձրություն ունի, մոտարապես պատկերացրեք 70 մի քանի մետր։ Այն մասը, որ հրթիռն է, 171 ֆիտ մեծություն ունի, մոտարապես 51-2 մետր։ Հիմա երկուսն էլ կորերն է։ Ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ, որ տեսնեք այդ երկու կտորները։ Հիմա այստեղ տեսնում եք, բարձրանում է եւ հետո բաժանվում են երկու կտորները, այսպես, որպեսզի այս տիեզերանավի մոտորներն եք տեսնում, 31 հատ կոնե երևի, այդտեղ տեսնում եք, ինչ որ աշխատանքը տեղի ունենում։ Եվ հետո կորում է ինչ որ տեսնում եք, հետո տեսնում են հրդեհվել է այսպես երկու մասն էլ, հիմա երկուսը կորեն են։ Ինքը Իլան Մասկը ասում է մեծ հաջողություններ, մեծ նոր տեղեկություն են հավաքել, մի քանի շաբաթից նորից կկրկնենք։ Տեսնում եք կենտրոնն է, control room-ն էր, որ հարյուրավոր մարդ այնտեղից այս տիեզերանավը հետևում են եւ ասացի արդյունքը վատ եղավ այս անգամ, որովհետեւ սա ձախուն տեսնում եք հունվար 16-ին էր, որը այսպես կորում է, ինքը տիեզերանավը կորում է, պայթում է, այսինքն կտոր աչում մարտ 6-ին է, որ տեսնում եք աչը, մարտ 6-ին է, որ անցնենք առաջ, վիդեոն հենց մարտ 6-ին է, որ ցույց է տալիս, տեսնում եք այսպես էր։ Բայց հիմա Իլան Մասկին եք տեսնում այստեղ, որ ինքը ներկա էր այս երեկվա երրորդ տիեզերանավը այս տարվա ընթացքին ինքը այնտեղ հետևում էր, բայց անհաջող եղավ, այսպես տեսնում եք։ Starship ասում է ճիշտ ժամանակին բարձրացել է, այսինքն մոտորը բաժանվել, երկու կտորը մեծ հաջողությամբ տեղի է ունեցել, ամենայն դեպս թեև պայթել է, ամենը կտոր եղավ, բայց ինքը ասում է մեծ հաջողություն ենք ունեցել։ Այսպես տեսնում եք ինչ է տեղի ունեցել։ Հիմա տեսեք ներքևի մասը առաջին երկու անգամ թռիչքի վերադառնում է ու ճիշտ կարողանում է իր տեղը նստի, ասացի երկու մասից է, մեկը այս բուստերն է, որ կարողանում է լրիվ այն բարձրունքի մասը, որ տիեզերագնաց տիեզերանավն էր, տարել է երկու անգամը, ինքը հետո վերադառնում է իր կենտրոնի վրա նստում է, սա մեծ աշխատանք է, այս երրորդ անգամ հիմա սա նաև պայթել է, այսինքն առաջին երկու անգամը այն տիեզերանավն էր պայթել, այս անգամ այս բուստերն էլ նաև պայթել է։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Rafis Market հովանավորում է ծրագիրը, եթե Rafis Market գտնվում է Բրբանկում, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն, այցելեք Rafis Market վերցրեք այնտեղից։ Court Furniture հովանավորում է ծրագիրը, Court Furniture-ը 100 խանութ ունի Ամերիկայում, Glendale-ում Central եւ Myrtle-ի հատմանկետում է, Orange County-ում Euclid եւ 405 freeway-ի հատմանկետում է գտնվում։ Santa Ana քաղաքում ունեն եւ Ամերիկայում եք խանութներ ունեն, նոր mattress եթե պիտի գնեք, անպայման այստեղ այցելեք։ Նաեւ գրասեղան, սեղան, աթոռներ կգտնեք Court Furniture-ում։
Հանրեղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում եւ նաեւ accident եք ունեցել, ավտովթար ունեք, զանգարեք այս հեռախոսը համարին։ Նաղաշ լավաշն է ովանավորում ծրագիրը, նպարատուն եք գնում այս տեսակը վերջեք, նաղաշ լավաշ։ Դոկտոր Իբրահիմի ովանավորում է ծրագիրը։ Եթե չեք կարողանում քայլել, ձեր ոտքի վրա, ոտքի տակ, թաթի վրա, թաթի տակ վերք է լինում, զանգարեք այս մասնագետին։ Եվ 4 կենտրոններ ունի, Orange County-ում, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 East Glenox փողոց է գտնվում իր այս բժշկի կենտրոնը։ Պարոն Էդվարդն է ովանավորում ծրագիրը, եթե բիզնես ունեք, ուզում եք վաճառեք, որևէ պատճառով, բիզնես ունեք, ել չեք ուզում, շարունակեք, այս հեռախոսահամարին զանգեք, խոսեք պարոն Էդվարդի հետ։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է ովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Անաշե Գիֆտ ովանավորում է ծրագիրը։ Շատ որակավոր, սուր, 6 տանակը, գինը 6 տանակը իջեցրել են ընդամենը $9.99 տարբեր գույներով ունեն, սպիտակ, դեղին, կանաչ, ամեն տեսակ կարմիր ունեն, որ կոթը այսպես տեսնում եք տարբեր գույների մեջ է լինելու, բայց շատ սուր տանակներ են։ Տեսնում եք 6 հատը $9.99 Անաշե Գիֆտ գտնվում է Գլենոքս փողոցի վրա, կվերադառնա։ 1848 թվին, երբ դեռ Կալիֆոռնիան Ամերիկայի մաս չէր կազմում, որովհետև Ամերիկայի մասը կազմում է Կալիֆոռնիան 1850 թվին։ Այդ ժամանակ էր, որ ամերիկյան զորքը մտավ, որտեղ դա Մեքսիկոյի տարածք էր ու միցև արին, որ մեքսիկացիները արձակվեն, իրենց կոտորեցին, հանեցին Կալիֆոռնիայից ու Կալիֆոռնիան դարձավ 31-րդ նահանգը այս երկրի։ Մինչև այդ ժամանակ 1850 թիվ ընդամենը Ամերիկան բաղկացած էր, այսինքն Կալիֆոռնիան դառնում է 31-րդ նահանգը, ընդամենը 30 նահանգ կար, որ կոչվում էր Ամերիկայի մաս։ Ամենայն դեպս դա առաջին առիթն էր, մեկ մարդ նախքան Կալիֆոռնիան դառնա Ամերիկա, ոսկի է գտնում, ու ընկնում է փողոցը, ասում է gold, այսինքն ոսկի եւ մարդիկ սկսում են հետաքրքրվել։ Ամենայն դեպս ոսկին 1700-ական թվականներից Ամերիկայում միշտ փնտրում էին, այս տարածքներում փնտրում էին։ Բայց երբ որ այս դարձավ Ամերիկայի մաս, դրանից հետո սկսին ավել շատ հետաքրքրվել ոսկիով։ Հիմա ես ուզում եմ ոսկի կինը ցույց տալ տարիների ընթացքին 1800 այնտեղ տեսնում եք 40 թիվ տեսնում եք ոսկի կինը, որ մասամբ ոչիչ արժեր, մասամբ այդպես էր, հետո տարիների ընթացքին այսպես տեսնում եք բարձրանում է, իջնում է, երբ մի դեպք պատահում է, ոսկին ամենավստահելի, պատկերացրեք, ամերիկան պատերազմ է մտնում էր պատերազմի մեջ եւ այլն, կամ աշխարհը երկրորդ համաշխարհային պատերազմ է տեղի ունենում, թղթե գումարը իրեն արժեքազրկվում է հանգիստ, ոսկին թանկանում է այդ ժամանակ, այսպես տեսնում եք, գալիս է տարիները եւ այստեղ նախքան 1897-8 թվականներին տեսնում եք ոսկին ավել թանկացել է։ Այսպես անընդհատ թանկանում, իջնում է, կապված, երբ որ կայուն է երկիրը, ոչ մի խնդրեմ չկա, իջնում է։ Նորից բարձրանում, այսպես տեսնում եք 1940-ական թվականներն է, երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմը այս տարիներում գոյություն։ Միաժամանակ պետք է ասեի, որ սա առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ է, որ ոսկին թանկանում է, նորից երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թվում էր ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ լավ է գնում, այսպես էր, մինչև որ այստեղ 1980-ական թվականները ու ոսկին մեկ անգամից նորից գինը բարձրանում է, սա աունսն է, աունսը այսինքն
3 գրամ է, 1 աունսը 28.3 գրամ է, այսպես տեսնում եք ոսկի գինը բարձրացել է նորից 2000 թվականին էր 2001 թվականին, որ այսպես Աֆղանստանի պատերազմը եղավ, նրանից հետո իջել է, հիմա տեսնում եք, եկել հասել է մոտավորապես աունսը 166, այդպես մի բան է, տեսեք, էժանացել է ոսկին էլի։ Իսկ որ երկիրն է ամենից շատ ոսկի արտադրում, 2023 թիվն եք տեսնում եք Չինաստանն է ամենամեծ ոսկի արտադրող երկիրը, հիմա Չինաստանն է, այսպես տեսնում եք այդտեղ նախ Չինաստանն է, հետո Ռուսաստանը, նրանից հետո Ավստրալիան եւ 4-րդ տեղում Ամերիկան է գտնվում, ասացի մի ժամանակ կար, որ արտադրում էին այստեղ ամենաշատը այստեղ էր արտադրվում, բայց հիմա Ամերիկան գտնվում է 4-րդ տեղում եւ գինը տեսնում եք հիմա ինչի է հասել։ Այս տարի 26%-ով գինը ոսկի մասամբ ավելացել է, այսպես տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել ինչքան են ոսկի արտահանում Ամերիկայում 1840 թվից։ Տեսեք, այստեղ metric tons, տեսնում եք 1850 թվին, երբ եկան Կալիֆորնիա, այսպես ոսկի արտահանում էին, այսպես տեսնում եք անընդհատ, ոսկին արտահաներ են ամենայն դեպս, երբ 1900 առաջին համաշխարհային պատերազմի մոտենում էինք, շատ ոսկի էին անում, պատերազմից հետո տեսնում եք իջնում է արտահանելը, նորից մոտենում ենք երկրորդ համաշխարհային պատերազմը, սկսին ոսկի արտահանել, որովհետև վստահելի մարդիկ փնտրում էին ոսկի, պատերազմից հետո է իջել է, այսպես տեսնում եք 1970 եւ 1980 թվից նորից խիստ ոսկի արտահանումը շատացավ, անկայում որ լինում է, շատանում է, իսկ հիմա այստեղ տեսնում եք ինչքան ոսկի են արտահանում, ահա այսպես տեսնում եք։ Եվ քիչ առաջ ձեզ ցուցադրեցի թոնաներով արտահանում են ոսկի, Ամերիկան հիմա գտնվում է 4-րդ տեղում։ Ես հիմա Կալիֆորնիայի մեջ ուզեմ ձեզ ցուցադրել ամեն կետը, որ տեսնում եք, սրանք ոսկի կենտրոններ են, որ 1850 թվից սկսել են ոսկի արտահանել։ Հիմա ամենաշատը ոսկին արտահանում են մեր հարավում, այստեղ տեսնում եք, ինչ որ այստեղը։ Բոլոր կետերը, որ տեսնում եք, ոսկի արծաթի արտահանելու կենտրոններն են, տեսնում եք, բայց ամենաշատը հիմա այստեղ այս կետում, որտեղ որ Imperial County-ն է սա, Imperial County-ն 170,000 մարդ է ընդամենը ապրում, այսինքն ավելի քիչ քան թե Գլենդելի բնակչությունը, պատկերացրեք Կալիֆորնիան, որ այստեղ է գտնվում, 10 միլիոն մարդ է ապրում, այստեղ շատ քիչ մարդ է ապրում, սահմանին է Մեքսիկոյի, բայց ամենամեծ այս վայրկյանին ոսկի են արտահանում այս կետից, ինչ որ այստեղ տեսնում եք, բայց եւ այնպես մասամբ ոսկի տարբեր տարիների ընթացքին այս եղել են հանքերը ոսկի, ինչ որ Կալիֆորնիան արտահանել է ոսկի։ Ես ուզում եմ հիմա վերջավորությանը ձեզ ցույց տալ տարօրինակ վիճակ, ինչ որ Մինեապոլիսից Saint Paul մեկ օդանավ, որ գնում է Վիսկոնսին նահանգն է գնում, Madison, Wisconsin, օդանավի մեջ հանկարծ անդրադառնում են ճամփորդները, որ աղավնի է այդտեղ, երկու աղավնիներ օդանավի մեջ են, եւ բոլորը սփախում են այս աղավնիներին, կարողանան ապահով բռնելու եւ օդանավի միջից հանեն, այսպես տեսնում եք,
Սա ինչ որ ասացի St. Paul քաղաքից գնում էր Wisconsin, Madison, Wisconsin։ Հետո տեսնում եք այստեղ իրենց հարցնում են դրսից հարցում են որ արդյոք դուք օգնության կարիք ունեք, ամենը օքեյ եք օթանավի մեջ, այս օթաչուն փայլեթը ասում է աղավնի կա մեր օթանավի մեջ չեն կարող թռչել։ Մի քիչ ուշանում է այս օթանավը մինչև կարողանում են այնտեղ կոնտրոլից ասում են որ սա առաջի անգամն է լսում եմ օթանավի մեջ աղավնի, այդպես զարմացած տեսնում եք այսպես դեպքեր նաև կարող է ամեն զարմանալի դեպք պատահի, սա էլ մեկ ուրիշ տեսակն է։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։